Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրելյանն է։ Բարև ձեզ, պարոն Գաբրելյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ինչպես եք գնահատում հետընտրական իրավիճակը? Ընտրություններից հետո իշխանությունը հայտարարեց, որ ստացել է հանրային վստահության մանդատ, իսկ ընդդիմությունը խոսում է ընտրախախտումների, ընտրակեղծիքների մասին։ Իրականում զարմանալի է, որ ընդդիմությունը խոսում է ընտրակեղծիքների մասին, որովհետև փաստացի իրավական գործընթացներ կա, որոնցով որ ապացուցվում է, որ համակարգային ընտրակաշառք է բաժանել ընդդիմությունը։ Մինչև հիմա էլ ձայնագրություններ հրապարակվում են, ոնց որ հələ դեռ ահագին էլ այդ ձայնագրությունները հրապարակվելու են եւ այդ տեսանկյունից շատ ողջունել է հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի հետևողականությունը, իսկ ընդհանուր առմամբ հետընտրական վիճակը նորմալ, բնական իրավիճակ է։ Այո, մենք ստացել ենք հանրային մանդատ ձևավորելու կառավարություն եւ այդ ճանապարհով շարժվել ենք։ Իսկ ինչ ազդակ ուղարկեց հասարակությունը կրկին մեծամասնությամբ վստահելով իշխանությանը։ Դե ազդակն այն է նախ եւ առաջ, որ այն քաղաքական կուրսը, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տանում է մասնավորապես խաղաղություն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհով գնալու, փաստացի ընտրողների մեծամասնությունը այդ լեգիտիմությունը մեզ տվել է, բայց միաժամանակ կուզեմ ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար նաև այնուամենայնիվ ազդակ է վստահության քվեների այն քանակը, որը որ ստացել է ընդդիմությունը, որովհետև դա եւս մեզ համար որպես կառավարող ուժ ազդակ է, որ կան բաներ, որոնք պետք է անենք այլ ավելի լավ։ Սպասում եք նման արդյունքի։ Ճիշտն ասած սպասում էինք, բայց այնուամենայնիվ թվերի բացարձակ թվերի շրջանակում մի փոքր բաներ կա, որ մեզ համար անսպասելի են, բայց իրականում դրանք էլ են հավանաբար բնական են ավելի շատ։ Պարոն Գաբրելյան, հետընտրական լարվածություն կա, ըստ թե դա արհեստականորեն այդպես պահպանվում է։ Հետընտրական լարվածությունը կարծում եմ բացարձակապես համացանցում է եւ մասնավորապես Facebook-ում։ Facebook-ից դուրս ռեալ կյանքում ես անձամբ հետընտրական լարվածություն չեմ զգում, բայց միանշանակ զգում եմ այն, որ կառավարող ուժը ունի մեծ աշխատանք անելու, որ պետք է հետևողական այդ աշխատանքը տանի առաջ եւ իրագործի այն օրակարգերը, որոնք մասին որ բարձրաձայնել ենք։ Տեսեք, ընդդիմությունը եթե անընդհատ այդքան խոսում է ընտրակեղծիքների, ընտրախախտումների մասին, ըստ ձեզ ինչու դուրս չի գալիս այդ հետընտրական պրոցեսների, փողոցային պայքարի, հանրահավաքների։ Դա հենց հիմնական ապացույցն է, որ վստահության քվեների բավականին մեծ մաս ստացել է գումարի եւ ընտրակաշառքի հաշվին։ Այդ դեպքում ինչու է շարունակում վիճարկել։ Որովհետև փողոցներում կանգնում, բողոքում են, պայքարում են բացարձակապես գաղափարական եւ սկզբունքային մարդիկ, իսկ փողոց մարկանց բերելը դա չի կարող երկարաժամկետ գործընթաց լինի, որտեղ որ դու կարող ես ունենալ նպատակներ եւ օրակարգեր, որոնք որ ուզում ես իրագործես, դե ընդդիմությունը ի սկզբանե կարծում եմ պլանավորած է եղել, որ այնուամենայնիվ X քանակի վստահության քվեները ստանալու եւ գնալու է ազգային ժողով, ստանձնի այդ մանդատները, կատարի պարլամենտական ընդդիմության դերը, այնպես ինչպես որ կարող են իրենք կատարել։ Իսկ ինչու են շարունակում վիճարկել ընտրությունների արդյունքները։ Դրա համար դուք ինչ-որ քաղաքական կամ իրավական հիմք տեսնում եք։ Դե քաղաքական հիմքը այն է, որ իրենք ընդդիմություն են եւ պետք է անեն։ Եվ պետք է անեն։ Իրավական հիմքը ըստ էության կա իրավական հիմքը դա այս պայծրությամբ փաստացի այն որոշումներն են, որոնք որ կայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց այդ իրավական հիմքի ամրությունը եւ ճշմարտացիությունը այնուամենայնիվ կարծում եմ համազգական դատարանը պետք է պատասխանի, որքանով այդ իրավական հիմքը արդարացի։ Իսկ կարող է սահմանադրական դատարանի որոշումը փոխել, հա, այս քաղաքական իրավիճակը։ Եվ ինչքանով է կարող։ Իրավիճակը չեմ կարծում, որ համազգական դատարանի որոշումը կարող է փոխել անկախ նրանից, թե համազգական դատարանը ինչ որոշում կկայացնի, եթե ես չեմ սխալվում, դա մի քանի տարբերակ կա քննարկվում առնվազն նույն ընդդիմության կողմից
այսինքն կենտրոնական պետական հանձնաժողովի որոշման հիման վրա, եթե չեմ սխալվում, այդտեղ այդ տեղամասերումը, որոնք որ անվավեր են ճանաչվել, վերակվեարկության ինչ որ հնարավորություն են ենթադրում, բայց ես ուզում եմ միանշանակ պնդել, որ կառավարը ուժը վերակվեարկությունից բացարձակապես չի վախում եւ եթե վերակվեարկություն լինի, ել չեմ ասում իհարկե բացառում, որովհետեւ հիմքերը չեմ տեսնում նոր ընտրությունների, բայց եթե նոր ընտրություն լինի, ես պնդում եմ, որ մեր ընդդիմությունը այլևս այն հնարավորությունները, որոնք որ հավակնել այս անգամ, այսինքն այն վստահության քվեները, որոնք որ ստացել են այս ընտրությունների արդյունքում, այլևս չեն ստանալ։ Ավելի քիչ ցանկ է։ Միանշանակ։ Պարոն Գաբրելյան, Սամվել Կարապետյանը հայտարարել է առաջիկայում ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությամբ ուժեղ եւ վստահելի հանրահավաք անցկացնելու մասին։ Ձեր կարծիքով սա կարող է նորից որ քաղաքական շարժման մեկնարկ լինել։ Քաղաքական շարժման համար այնուամենայնիվ պետք է ռազմավարություն ունենալ, եթե ռազմավարություն չունես եւ քո միակ ռազմավարությունը եւ օրակարգը օրինակ մինչև ընտրությունը ոնց էր գնա ընտրության, որ գնան, այսինքն դրանից բացի ուրիշ ոչ մի բան փաստացի քաղաքացիները չեն լսել, որքան է որ մեր քաղաքական մրցակիցները փորձել են ինչ-որ քաղաքական օրակարգեր հնչեցնել, ինձ թվում է Սամվել Կարապետյանը եւ իր ուժը, այդ թվում ընդդիմադիր բոլոր ուժերը, նաեւ որոնք որ հայտնվել են պարլամենտում, կատարելու են դասական, հայկական, պարլամենտական ընդդիմության դերը առավոտից իրգուն, կեղծ օրակարգերով, կեղծ մեղադրանքներով փորձել են խոչընդոտնել այն գործընթացներին եւ այն քաղաքական օրակարգերին, որոնք մանդատը փաստացի մենք մեր հանրությունից ստացել ենք իրագործելու։ Իսկ ըստ ձեզ սա մեկ անգամի ակցիա կլինի, թե շարունակական կլինի։ Դե շարունակական էլեմենտ։ Ինչ կտա նրա շարունակականի համար ես որպես նախկին փորձառու ընդդիմադիր պետք է ձեզ sense պատասխան շարունակականի համար պետք են իմ նման եւ իմ թիմակիցների նման գաղափարական եւ սկզբունքային մարդիկ հայտնվեն Հայաստանի Հանրապետության փողոցներում, որոնք որ պատրաստ են զրկվել ամեն ինչից հանուն գաղափարի։ Կա մեր քաղաքական մրցակիցների մոտ նմանատիպ սուբյեկտներ, ես կարծում եմ, որ չկան։ Ձեր կարծիքով ինչ պետք է ցույց տա այդ հանրահավաքը, որ քաղաքական առումով հաջողված լինի։ Մարդկանց քանակ, չգիտեմ, հասցնի նրա մեջ որ քաղաքական առումով ասելով մենք ինչ ենք հասկանում քաղաքական առումով ինչ նպատակ է հետապնդում այդ հանրահավաքը կամ ընդդիմությունը ինչ նպատակ։ Եթե ենթադրվում է իշխանապողություն, ապա ոչ մի բան։ Էլ եմ ասում գալ են ազգային ժողով, խելոք գլուխները կախ, իրականացնեն ազգային ժողովի падգամավորի իրանց լիազորությունները։ Իհարկե հույս ունեմ, որ ներկայիս ընդդիմության նման չենք մտնելու այդ պաթոսի եւ անիմաստ լոզունգային մեղադրանքների շղթա, բայց մյուս կողմից իշխան էլ հույս ունեմ, խիստ կասկածում եմ, որտեղ մեր ընդդիմադիր գործընկերների մոտ բացի այդ դրանից ուրիշ բովանդակային բան չեմ տեսել։ Իսկ մտավախություն չունեք, որ ընդդիմությունը կարող է փողոցային պայքարի միջոցով նոր ճգնաժամ ստեղծել։ Ուրիշ ձև է, նույն բանը ուրիշ ձև է, փողոցային պայքարին մղվելու համար իրենց պետք են Վիլեն Գաբրիելյաններ հազարավոր, որոնք որ իրենց կզրկեն ամեն ինչից հանուն գաղափարի։ Տես մարդիկ չկան մեր ընդդիմության մեջ, տես մարդիկ չկան։ Թե առաջնորդության մեջ, թե առաջնորդության հետևող մարդկանց մեջ, որովհետև այնուամենայնիվ մարդիկ սխալ պատկերացում ունեն քաղաքական գործընթացների մասին, մարդկանց թվում է, թե իրանք ունեն շատ փող եւ մեծ ռեսուրսներ, ֆինանսական նշանակում է իրենք հասկանում են քաղաքականությունից, բոլորովին այդպես չէ։ Իսկ Սամվել Կարապետյանը կարող է դառնալ իշխանության քաղաքական հակակշիռ։ Ունես հարց եք տալի, որ քաղաքականություն եմ ասում, քաղաքականությունից պետք է հասկանա, որ կարողանա դառնա, Մարդը որ չի հասկանում քաղաքականությունից, ոնց կարա դառնա քաղաքական հակակշիռ։ Մարդու համար, եթե հանրահավաք կազմակերպելու հիմնական նպատակը ավելի բարձր, ավելի ուժեղ գոռալն է, ինչի մասին է խոսքը։ Կամերայի դեմ կանգնում ենք, ասենք ձեռքով սենց ենք անում, ուժեղ ենք, տենց հանրության վրա հոգեբանական հարձակում ենք անում, իրենց հայտնի կեղծ լոզունգներով եւ օրակարգերով, որպեսզի քաղաքական դիվիդենդներ շահենք,
բայց այդ ամեն ինչը Սամվել Կարապետյանին, ինչպես եւ նաեւ բոլոր այս սուբյեկտներին ի վերջո չի փրկելու։ Այնուամենայնիվ, բայց պնդում եք, որ մանդատները կվերցնեն։ Ես դա ընտրությունից առաջ էլ պարզ արդեն որ գնալու են մանդատները։ Իսկ ինչու են հիմա շահարկում չվերցնել։ Սեփական դեմքը, սեփական ընտրազանգվածի եւ որոշ թիմակիցների եւ հետևորդների արժեվ փրկելու համար, որովհետեւ իրանք ուղղակի չեն կարող այդ մանդատները չվերցնել։ Եվ դրանք կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ։ Ինչ պատճառներ կա։ Պատճառ համար 1 առաջինը չեն կարող այդ որոշումը չվերցնել որոշումը կայացնել, որտեղ այդ որոշումները իրենք չեն կայացնում, իրենց տեղը կայացնում են 1։ Երկրորդը չեն կարող նմանատիպ որոշում կայացնել, որ չեն վերցնում, կոպիտ պետք է ասեմ, որտեղ իրենց թմից թռնողներ են ունենալու, որոնք որ գնալու են այդ մանդատները վերցնել, որտեղ այդ մարդկանց երազանքն է այդ մանդատը վերցնել։ Ու տենց կարան բազմաթիվ հիմնավոր պատճառներ բերեմ, որոնք որ պնդում եմ, որ շատ հիմնավոր եւ փաստարկված են, ինչը որ իրականում կասկած չունեմ ապագայում տեսնելու ենք բոլորս։ Պարոն Գաբրելյան, իսկ այս ընտրություններից հետո իշխանությունը կարմիր գիծ ունի ընդդիմության հետ որևէ հարցում համագործակցելու համար։ Դե կներեք կախված նրանից, թե ինչ հարցեր է, եթե այդ հարցերը վերաբերվում են Հայաստանի Հանրապետության պետական շահերին, այդտեղ կարծում եմ կարմիր գծերի համար մասին խոսալ այդքան էլ տեղին չի, որովհետև մենք երբևիցե մեր անձնական ամբիցիաներով չենք շարժվել մեր համար։ Օրինակ որ թեմաների հետ պատրաստ փոխզիջում անել։ Դե մի քիչ դժվարանում եմ ասեմ խոսքը որ թեմաների մասին է, բայց կոնկրետ, բայց հիմնականում ձևակերպեմ որպես ել եմ ասում, եթե ինչ որ համագործակցություն պետք է լինի ընդդիմադիր ուժերի հետ, ապա Հայաստանի Հանրապետության շահերի համար եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերի համար մենք նմանատիպ կաշկանդվածություն չունենք բացարձակապես։ Պարոն Գաբրելյան, արդյոք խորհրդարանը կունենա իրական քաղաքական մրցակցություն, թե իշխանության գերակայությունը այնուամենայնիվ կպահպանվի ըստ ձեզ։ Իշխանության գերակայությունը այդ տեսանկյունից կառավարող ուժի այսպես թե այնպես պահպանվելու է, որովհետև մենք շատ ավելի բովանդակային ենք, քան մեր մրցակիցները քաղաքական, բայց ինչքան էլ այդպես է, այնուամենայնիվ շատ կարևոր դեր է ընդդիմությունը խաղում պարլամենտում։ Իսկ ձեր գնահատմամբ ընդդիմություն կա։ Եվ դե կա իհարկե, բայց խնդիրը այնա թե ինչպեսին է այդ ընդդիմությունը, շատ կուզեի որ ընդդիմությունը լինել հենց քաղաքական եւ բովանդակային, հույս եմ հայտնում որ գուցե մարդես այդպես ստացվի, բայց փորձ ցույց է տալի որ ունենալու ենք ներկայիս ընդդիմության նման ինչ որ մարդկանց շրջանակ, որոնք որ իրագործում են ազգային ժողովի падգամավորի լիազորությունները բացարձակապես անձնական շահերի եւ ամենակարևորը տենց այդ դրան կասկած չունեմ էլի այդ կամերաների արժեվ տենց ամենալավը ամենաճշմարիտ ամենաիմաստունը երևալու համար։ Պարոն Գաբրելյան, ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց Ռուբեն Ռուբինյանը, այսօր էլ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց նրան, ձեզ համար դա սպասելի որոշում էր։ Ռուբեն Ռուբինյանի։ Այո։ Դե սպասելի, անսպասելի հարց չի, բայց մեր թիմում տենց սահմանափակումներ չկան, մեր թիմի տեսանկյունի ժողովրդավարը ազատ է եւ ցանկացած մարդ իրավունք ունի առաջադրվելու այս կամ այն պաշտոնում, մասնակցել ընտրությունների եւ ընտրվել, փաստացի ունեցել ենք 3 տեխնացու ազգային ժողովի նախագահի, 3 տեխնացուներից հաղթել է իմ թիմակից Ռուբեն Ռուբինյանը, ինչի համար իրեն շնորհավորում եմ նաեւ։ Իսկ ինչ առաջնահերթություններ է վարչությունը տեսնում նոր ազգային ժողովի նախագահի տեխնացուի համար, հատկապես այս հետընտրական շրջանում։ Մենք ցանկացած պարագայում այնուամենայնիվ ես ինձ թույլ կտամ ձևակերպել արդյունավետության կոնտեքստում հենց ազգային ժողովի որպես ինստիտուտի, բայց գլոբալ առումով մենք իրականում կառավարող ուժը պետք է այլ ավելի արդյունավետ եւ հետեւողական աշխատի եւ հիմնական մեր ակնկալիք ապագա ազգային ժողովից այլ ավելի արդյունավետ աշխատանքն է ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի։ Շնորհակալ եմ շատ, պարոն Գաբրելյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրելյանը։